Բարի եւ օրհնյալ չորեքշաբթի սիրելի ազգակից, սիրելի հայրենակից, Կոտայք հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Բարի լույսը։ Մեր ստեղծագործական կազմը եւ ես, ինչպես յուրաքանչյուր աշխատանքային օր, այնպես էլ այսօր ձեզ մաղթում ենք բարի օր եւ բարի աշխատանքային օր։ Սիրելի հայրենակիցներ, մենք սկսում ենք մեր աշխատանքը, իսկ ես ասում եմ, որ այն լինելու է շատ հետաքրքիր։ Սկսենք։ Այսօր հոկտեմբերի 15-ն է եւ այսօր է ծնվել հայ մեծ գրող, մանկավարժ, հայագետ Խաչատուր Աբովյանը։ Նա ծնվել է 1809 թվականին Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում։ Աբովյանի հռչակը երկար է ապրել համագյուղացիների շրջանում, իսկ նրա առատաձեռնության մասին հպարտությամբ խոսել է հենց ինքը՝ Վիպասանը։ Աբովյանը մինչև 10 տարեկան հասակն անց է կացնում գյուղում, որից հետո ծնողները 1814 թվականին նրան տանում են Էջմիածին եւ հանձնում իրենց ընտանիքի բարեկամ Եփրեմ կաթողիկոսին։ Էջմիածնում 6 տարի սովորելուց հետո գնում է Թիֆլիս ուսումը շարունակելու Պողոս վարդապետի մոտ։ 1823 թվականին մտնում է Ներսիսյան դպրոց, Ստեփանոս Նազարյանի եւ մի քանի ուրիշների հետ դառնում է այդ նորաբաց դպրոցի առաջին շրջանավարտներից մեկը։ 3 տարի այդ դպրոցում հայտնի բանաստեղծ Հարություն Ալմադարյանին աշակերտելուց հետո 1826 թվականին վերադառնում է հայրենիք։ Նույն թվականին Էջմիածնում կարգվում է սարկավակ։ 1828-ից 1829 թվականներին ռուս-թուրքական պատերազմի հետևանքով սկսվում է հայերի զանգվածային արտագաղթ եւ շուրջ 90,000 հայ հարկադրված լքում է հայրենիքը։ Ժամանակի ցարական չինովնիկության հակահայկական քաղաքականությունը չէր կարող Ազատամիտ Աբովյանի վրա իր բացասական ազդեցությունը չունենալ։ Ռուսաստանի նկատմամբ խանդավառ վերաբերմունք ունեցող Աբովյանի մոտ առաջանում են գաղափարական շրջադարձի բոլոր նախադրյալները։ Ձախողվում են դպրոց ստեղծելու ծրագրերը, չեն իրականանում սեփական պետականությունը վերականգնելու հայ ժողովրդի բոլոր ձգտումները։ Այս ամենի արդյունքը մեծ լուսավորչի առեղծվածային անհետացումն էր, որի ստույգ մանրամասները այսօր թաղված են թանձր խավարում։ Խաչատուր Աբովյանի կյանքը դարձել է հայ ժողովրդի ինքնագիտակցության վառ խորհրդանիշ։ Նրա թողած հոգևոր ժառանգությունը, գրականությունը, կրթության հանդեպ անմար սերը շարունակում է ներշնչել նոր սերնդներին։ Եվ թեև Աբովյանի վերջին օրերի ճակատագիրը մնում է անհայտ, սակայն նրա անունը երբեք չի մոռացվի։ Այսօր է ծնվել նաև ֆրանսիահայ կինոբեմադրիչ Անրի Վերնոյը։ Սկզբում նա տարված էր գեղանկարչությամբ, ապա լրագրությամբ եւ ռադիոյով։ Ֆրանսիական լիցեյի ավարտելուց հետո Մարսելլես թերթում հրապարակում է եղեռնի նվիրված հոդվածների շարքը։ Կինոյում նրա դեբյուտը եղել է որպես բազում կարճամետրաժ ֆիլմերի ասիստենտ եւ բեմադրող։ Առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը նկարահանել է 1951 թվականին Ֆարանդելի օգնությամբ, հետո նկարահանել է արգելված պտուղը հասարակության համար մեկ թշնամին։ 1991 թվականին Վերնոյը պատմեց իր ընտանիքի պատմությունը 2 ֆիլմերում՝ Մայրիկ եւ Պարադիի փողոց տուն 558։ Սա Մարսելում Մալաքյանների ընտանիքի հասցեն էր, որոնցում կարողացավ այնպես պատկերավոր եւ ճշմարտացի նկարագրել եղեռնից մազապուրծ հայ փախստականների վիճակը, ովքեր ապաստան էին գտել Մարսելում, որը հուզեց ողջ աշխարհին։ Այս 2 ֆիլմերը դարձան նրա վերջին աշխատանքները կինեմատոգրաֆիայում։ Մինչ այդ Վերնոյը իր աշխատանքներում երբեք չէր անդրադարձել հայկական թեմատիկային, եթե չհաշվենք նրա ֆիլմերից մի քանիսում Շառլ Ազնավուրի մասնակցությունը եւ վերջինիս հետ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժին նվիրված Քեզ համար Հայաստան երգի հանրահայտ տեսահոլովակի նկարահանումը։ Երգը կատարում էին 90 ֆրանսիացի երգիչներ եւ դերասաններ։ Երգի տեքստի հեղինակը Շառլ Ազնավուրն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Անրի Վերնոյը։ Հոկտեմբերի 15-ին նշվում է նաև գյուղացի կանանց միջազգային օրը։ 1995 թվականին Պեկինում ՄԱԿ-ի կանանց 4-րդ միջազգային համաժողովում որոշվել է հոկտեմբերի 15-ն ընդունել գյուղացի կանանց միջազգային օր։ Գյուղացի կանայք կազմում են աշխարհի բնակչության 1/4-ից ավելին։ Օրը կոչված է հանրությանը հիշեցնելու, թե որքան շատ բաների համար են պարտական գյուղացի կնոջն ու նրա աշխատանքին։ Նրանք առանցքային դեր են խաղում սննդի, արդյունաբերության եւ գյուղական համայնքների կայուն զարգացման գործում։ Սակայն այսօր նրանց իրավունքներն ամբողջ աշխարհում լիովին պաշտպանված չեն։ Ամեն տարի հոկտեմբերի 15-ին գյուղական միջավայրերում անցկացվում են տարբեր միջոցառումներ։ Հարգելի հեռուստադիտողներ, այս պահին առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ ես արդեն կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։
Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք, շարունակում ենք հաղորդումը եւ ինչպես հաղորդման սկզբում նշել էի, որ այսօր Խաչատուր Աբովյանի ծննդյան տարեդարձն է, այդ առիթով մենք տաղավարում հյուրընկալել ենք Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման եւ գիտակրթական ծրագրերի ղեկավար Մանե Աղաջանյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարի լույս։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ մեր հրավերը ընդունելու համար եւ մեր տաղավարում հյուրընկալելու համար։ Այսօր Խաչատուր Աբովյանի ծննդյան տարեդարձն է, ինչ միջոցառումներ կան կազմակերպված թանգարանում, հետաքրքիր։ Մենք ենք շնորհակալ հրավիրելու համար եւ հիշելու Խաչատուր Աբովյանին, այո, այսօր մեզ ուսավորչի ծննդյան 216 ամյակն է եւ թանգարանում ունենք միջոցառում Ձոն Աբովյանին խորագրով, այսօր ժամը 3-ին, իդեպ դռները բաց են, կարող են ցանկացողներ, ովքեր եթերը դիտում են, գալ, մենք սիրով կընդունենք բոլորին։ Մենք պատրաստել ենք հետաքրքիր եւ յուրահատուկ ձոն, նվիրված մեծ գրողի ծննդյանը եւ Հայաստանի Հանրապետության տարբեր դպրոցների աշակերտներ իրենց սրտի խոսքը կձոնեն մեծ գրողին եւ կասմունքեն ոչ միայն հայ, նաեւ օտարերկրացի մեծանունների խոսքերը Խաչատուր Աբովյանի մասին։ Իսկ ինչ առանձնահատկություններ ունի նաև այս տարվա կազմակերպված միջոցառումները, որը տարբերվում է նախորդ տարիներից։ Առանձնահատուկ է այնքանով, որքանով որ ներգրավել են տարբեր դպրոցի աշակերտներ եւ քննարկում էինք թանգարանով եւ միտքը ծնվեց այս տարի, այսպես նշենք եւ արժևորենք մեծ գրողի ծննդյան այսպես օրը, որոշեցինք, որ պետք է ներգրավենք Հայաստանի տարբեր դպրոցների տարբեր աշակերտներին եւ պատկերացրեք այնքանով է առանձնահատուկ, որ աշակերտները կարդալու են նորից, ծանոթանալու են, նորից արժևորելու են եւ մասնակից են դառնալու թանգարանայում անցկացվող եռուզեռին։ Իսկ ինչ եք նկատում վերջին տարիներին, որքանով են երիտասարդները լավատեղյակ Խաչատուր Աբովյանի կյանքի գործունեության մասին, որքանով են հետաքրքրված։ Դրա համար կարող ենք ասել, որ թանգարանը մեծ ջանքեր է գործադրում, որ կարողանա ականջալուր դարձնել այժմ հիմա մեր երիտասարդներին։ Վերջերս ասեմ, որ Երևանի գրքի փառատոնն էր եւ թանգարանը մասնակցում էր, իդ մենք մեզ հետ վերցրել տարել էինք թանգարանի վերջին տարիների ջանքերով լույս տեսած գրքերը, որոնք անհայտ են, փոխադրություններ գրափարից վերամշակված տարբերակներ եւ հիմնականում բարձ է, որ մասնակցում էին երիտասարդներ եւ տաղավարի կողքով անցնում էին եւ տեսնում էին, իսկապես շատ զարմանում էին, որ բացի հայտնի գործերից Աբովյանը ունի նման անհայտ գործեր, միանգամից վերցնում էին իրենց հետ եւ այսպես հետաքրքրությունը հասկացանք, որ իսկապես կա այսօր երիտասարդության շրջանում։ Ամենաշատը հետաքրքրված երիտասարդները Երիտասարդների համար նոր են թանգարանի գրեթե բոլոր գրքերը, հայրենյաց ծխին ունենք բանաստեղծությունների ժողովածուն, աղոթարան ունենք, զարմանում են, որ Աբովյանը աղոթքներ է գրել, ունենք զատկական քարոզ, որը դարձյալ Զատիկի տոնին նվիրված իսկապես հետաքրքիր եւ շատ արժեքավոր գործ է, նկարագրում է Զատիկի տոնը, տոնակատարությունը, մարդկանց ուրախությունը եւ շատ են, ունենք լուսավորչի դասերը, իսկապես հետաքրքիր գիրք է, ծաղկաքաղ է արված, տնօրենն է կազմել Արևիկ Ստամբուլցյանը եւ Աբովյանի երկրի լիակատար ժողովածուից տարիների այսպես Աբովյանի լուսավորչական մտքերը հավաքագրել է եւ մի հետաքրքիր վերնագրով լուսավորչի դասերը իսկապես դասեր են, լույս է ընծայել եւ այդ գրքի կողքով էին շատ այսպես մեծ սիրով անցնում, որովհետեւ յուրաքանչյուր խոսք իսկապես թևավոր էր, իսկապես շատ կարեւոր էր։ Մանավանդ մեր օրերում ու մեր ժամանակներում։ Այո, եւ երբ որ խոսում ենք նրա գրվածքների մասին, Խաչատուր Աբովյանի, ինչ եք նկատում, հեշտ են ընկալում, հետաքրքրված են, բայց հեշտ են ընկալում նրա գրվածքները, թե ամեն դեպքում բարդություններ կան եւ մի փոքր դժվար ընկալելի են նրանց համար։ Գիտեք, Աբովյանը դժվար ընկալելի գրող է, Աբովյանը հեշտ գրող չի եւ պետք է Աբովյանի կյանքը շատ լավ ճանաչես, որ կարողանաս տողատակերը հասկանալ։ Բայց երկրորդ հարցը այն է, որ թե ինչպես ես մատուցում։ Եթե կարողանում ես Աբովյանին ճիշտ մատուցել եւ տարիքային խմբին համապատասխան մատուցել, ապա այո, եթե կարողանում ես ուղղությունը ցույց տալ, ապա հեշտ կընկալեն։ Այստեղ խնդիրը այնքան հասկանալը չէ, որքան ինչպես ես ներկայացնում Աբովյանին։ Ինչպես է թանգարանը անում, որպեսզի երեխաները, երբ որ էքսկուրսիաների գան դպրոցից, հեշտ ընկալեն եւ ել ավելի սիրեն Խաչատուր Աբովյանին։
Հնարավորինս փորձում ենք իրենց լեզվով խոսել իրենց հետ, տարեթվերի եւ բարտանուններով այսպես չծանրաբեռնել, հնարավորինս ըստ տարիքային խմբի որքան հնարավոր է պարզ, մատչելի, հասկանալի, ընկալելի եւ քայլ առ քայլ մոտեցնել Աբովյանի բուն ասելիքին։ Իսկ վերջին շրջանում ինչ եք նկատում տարիքային խումբը թանգարան այցելելու, ովքեր են հիմնականում դպրոցականներ, մեծահասակներ եւ որովհետեւ թանգարանագիտական հետաքրքիր ծրագրեր է առաջարկում եւ փոքրերի համար եւ մեծերի համար Պարապ Վախտիարակների ժողովածուով կերպարային տիկնիկներով մենք ունենք հետաքրքիր ներկայացում, ունենք տարվա եղանակներին նվիրված փոքրերի համար կրթական ծրագիր, որի հիմքում նախաշավիղ կրթության իպետս նորավարժից դասագիրքն է, առաջին դասագիրքը մեր իրականության մեջ, ունենք մեծերի համար ծրագրեր, երեխաները ծանոթանում ու վերցանում են Աբովյանի ձեռագիրը, փոխադրություններ են կատարում, մի խոսքով ծրագրերը շատ են եւ տարիքային խումբը եւ մեծերի համար եւ փոքրերի համար թանգարանը կարողանում է ապահովել ու լիարժեք տեղեկություն տալ մեծ լուսավորչից։ Նաեւ ասեմ, որ վերջին շրջանում դպրոցներում մի հետաքրքիր միտում է մտել նախագծային աշխատանքներ եւ տարբեր գրողների կենսագրական ոչ հայտնի էջերը աշակերտներ ուսուցիչների հետ պետք է ուսումնասիրեն եւ նախագծային աշխատանք ստանան եւ ուրախություն մեծ պետք է ասեմ, որ շատ ուսուցիչներ ընտրում են հենց Խաչատուր Աբովյանին եւ ուսուցիչները աշակերտների հետ գալիս են, իրենք էլ են փորձում նոր բան սովորել Խաչատուր Աբովյանից, իսկ թանգարանի այսպես հետազոտական, գիտահետազոտական ամենօրյա աշխատանքների արդյունքում մենք իսկապես կարողանում ենք նորույթ ապահովել եւ թե աշակերտներին, թե ուսուցիչներին դարձնել այդ ամենին քաջատեղյակ եւ նրանք կարողանում են նոր նախագծային աշխատանքներ անել հենց Խաչատուր Աբովյանից։ Այսինքն կարող ենք ասել, որ դպրոցներում եւ բուհերում բավարար կերպով ներկայացված է Խաչատուր Աբովյանի գործերը եւ կարող են դպրոցական տարիքից արդեն բավարար կերպով ճանաչել նրա գործերը։ Դպրոցական դասագրքերում վերքն է, բայց ոչ ամբողջությամբ, այլ հառաչաբանով եւ հիմնականում, քանի որ դասաժամերի խնդիր կա, ուսուցիչները ամեն ինչ անում են, որ գան թանգարան եւ ավելի լավ ճանաչեն, հենց վերքին նվիրված երկու կրթական ծրագիրներ ունենք, Վերք Հայաստանի, Վերք եւ Արշալույս Հայաստանի եւ Երևանի բերդի գրավումը միջառարկայական ծրագիր է, պատմության հետ կապելով ժամանակաշրջանի ռուս-պարսկական պատերազմի եւ այլն, եւ ուսուցիչների ջանքերով եւ նաեւ թանգարանի իսկապես մեծ ջանքերով մենք կարողանում ենք ներգրավել եւ որքան հնարավոր է Աբովյանին դարձնել հասանելի։ Իսկ դուք ձեր կարծիքով ինչ եք նկատում Խաչատուր Աբովյանը ինչ ազդեցություն է ունեցել մեր հայ մշակույթի զարգացման գործում։ Ահռելի, չկա մի ոլորտ, թե լեզվի, թե գրականության, որտեղ իր ուրույն դերը եւ ուրույն կարծիքը Աբովյանը չունենար։ Սկսած լեզվից չենք կարող ուրանալ այն, ինչ արեց Խաչատուր Աբովյանը։ Եթե Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց տառեր եւ մենք փրկվեցինք ուցացումից, ապա մեր իրականության մեջ 19-րդ դարում Աբովյանը դեմ գնաց ամեն ինչին եւ կարողացավ հնարավորինս նպաստել լեզվի ստեղծմանը։ Եթե չլիներ համարձակությունը Աբովյանի, բնականաբար մենք այսօր չէինք ունենա հայերենը, աշխարհաբարը իր ճյուղավորումներով, այսինքն դա մեծ քայլ էր ու հերոսական քայլ էր, մարդով գիտեր գրաբար, պետք է շեշտեմ ու շատ լավ գրաբար 19-րդ դարի համար, թողնի մի կողմ եւ իր սիրելի ազգի համար, երեխաների համար փորձի ստեղծագործել բոլորովին նոր լեզվով, որը բնականաբար միանշանակ չէր կարող ընկալվել, բայց տարիների հեռվից եթե նայենք, բնականաբար դա սխրագնքի հասնող մի գործ էր եւ նրա շնորհիվ այսօր մենք ունենք հայերեն։ Իսկ նրա թողած ժառանգությունը ինչ եք նկատում, որքանով են կարողանում պահպանել եւ ել ավելի զարգացնել։ Ժառանգությունը մեծ է եւ Աբովյանի ժառանգությանը մոտենալու համար միայն բանասեր կամ միայն գրականագետ, լեզվաբան պետք չի որ մոտենա, որովհետեւ այնքան մեծ ժառանգություն ունի տիեզերագիտական ձեռնարկ,
չգիտեմ, գեղագիտական ձեռնարկ, լեզվի վերաբերյալ հարցեր, պատկերացնում եք նա անգամ քննարկել է հոլովների հարցը, ընդունել 7 հոլով, 7 հոլովական եղել, այսինքն այն սկզբունքով, որ հիմա հիմնականում դպրոցներով այդպես են անցնում, այսինքն չկա մի ոլորտ, որտեղ Աբովյանը կարծիք չունենար եւ իր գրական ժառանգության մեջ թողած չլիներ եւ հավատացնում եմ, եթե մասնագետների տարբեր մասնագետների խումբ հավաքվի եւ սկսի ուսումնասիրել գրական ժառանգությունը, մենք գիտության տարբեր ճյուղերում ինչ որ նորություն անպայման կունենանք Աբովյանից։ Իսկ ինչ նորություն կա նաև թանգարանում, անցած անգամ, երբ որ հյուրընկալել եք, երաժշտական գիրքն էիք ներկայացնում, իսկ այս տարի կա նոր գրքեր թանգարանում։ Իհարկե, տարեվերջին մենք կունենանք 2 շատ կարևոր գիրք։ Այս պահին թանգարանը պատրաստում է տպագրության Խաչատուր Աբովյանի ուղեգրությունները։ Ուղեգրությունները Աբովյանի կարևոր են նախ ժանրային առումով, որովհետև ըստ էության դառնում է ժանրի հիմնադիր եւ գրում ուղեգրություններ, ճամփորդական նոթեր եւ դրանք նվիրում իր աշակերտներին սիրելի եւ սովորեցնում հայրենիքը, որ պետք է սիրեն այն ճանաչելով։ Ուղեգրություններից մեկում, երբ անցնելիս են լինում, իր ուղեկիցներից մի կին օտարական հարցնում է, թե տեղերի մասին, հա, որտեղ են գտնվում, սա ինչ է, այն ինչ է, եւ ինքը խորցավով հետագայում գրում է, որ սա մեզ դաս լինի, որ մենք մեր հայրենիքը լավ ճանաչենք եւ լավ իմանանք։ Եվ դա ինքը սովորեցնում է աշակերտներին եւ ոչ միայն։ Ուղեգրություններից մեկը շատ կարեւոր է, որովհետեւ ներկայացնում է արարատյան վերելքը իր բոլոր դժվարություններով եւ վայրիվերումներով եւ թանգարանը շուտով կպատրաստի տպագրության եւ տարեվերջին կունենանք եւ հաջորդ գիրքը, որի վրա դարձյալ աշխատում ենք, նամականին է, հատնտիր, դրանք գրափարով գրված կամ թարգմանություններ են, որոնք թարգմանվել են, հիմա ընտրել ենք եւ կազմելու ենք հատնտիր, իսկ նամակներն էլ ինքնակենսագրական առումով բավականին արժեքավոր եւ կարեւոր են եւ շատ նոր կողմերից բնականաբար կբացահայտեն մեծ գրողին։ Իսկ ինքներդ ձեզ համար ինչ բացահայտումներ եք արել այդ գրքերի վրա աշխատելու արդյունքում։ Ինչ նոր բաներ եք իմացել նրա մասին։ Նախ ոճի առումով եմ Աբովյանին նորովի բացահայտել, որովհետև աշխատելով նրա հիմնականում գրափար գործերի հետ, հասկացել եմ, որ շատ խորամիտ է եղել, երբ որ ուղղել է աշակերտներին, ոճը շատ պարզ է եղել ու հասկանալի։ Երբ արդեն նամակները հոգևորական դասին էին ուղղված, բավականին գեղեցիկ, բարձր ոճով գրափարով են գրված եւ բնականաբար ինքնակենսագրական շատ կարեւոր տեղեկություններ, որոնք կարծում եմ երևի փակագծեր չբացեմ տպվելուց հետո հանրությանը ավելի հետաքրքիր կլինեն։ Իսկ երբ կարող են սպասել։ Տարեվերջին մենք արդեն կունենանք։ Իսկ քանի որ Խաչատուր Աբովյանի գործերը եւ անսպառ են եւ շատ ահռելի են, ինչ նոր ցուցադրություններ կան, որ դեռ ցանկացողների համար փակ է եղել անհասանելի եւ կարող են նաեւ ծննդյան օրվա արդեն գալ, այցելել եւ տեսնել։ Ունենք նոր ժամանակավոր ցուցադրություն իհարկե, եվրոպական ժառանգության օրերի շրջանակում թանգարանը նոր եւ ժամանակավոր հետաքրքիր ցուցադրություն կազմակերպեց համագործակցելով Երևանի պատմության թանգարանի հետ, տեսարան անցյալի տներից խորագրով եւ հիմքում ունենալով Խաչատուր Աբովյանի գյուղական տների կառուցվածքը, ազգագրական իսկապես մեծարժեք աշխատանքը, հոդվածը, Աբովյանը այդ հոդվածով իր հայրական տան օրինակով ներկայացնում է քանաքեռի ժողովրդական տների եւ հարակից օժանդակ կառույցների ճարտարապետական նկարագիրը, այսինքն ըստ էության առաջինը դարձյալ Խաչատուր Աբովյանով է ստեղծվում եւ հիմքում ունենալով այդ աշխատանքը մենք համագործակցեցինք Երևանի պատմության թանգարանի հետ եւ ունենք հենց այս պահին հետաքրքիր ցուցադրություն, ներկայացնում ենք 19-րդ դարի երևանյան կոլորիտը իր տներով, այն տները, որոնք Խաչատուր Աբովյանն է նկարագրում, տանիքները, պատուհանները, պատշգամբները մի խոսքով ներկայացված են եւ այցելուները կարող են մտովի տեղափոխվել, հին սերունդը կարող է մտովի տեղափոխվել ու քայլել հին Երևանով, իսկ նոր սերունդը ճանաչի հին Երևանը իր կոլորիտային գույներով եւ ցուցադրության առանցքում նաեւ պետք է նշեմ, որ Խաչատուր Աբովյանի տոհմատան մանրակերտն է, որը վրացի քանդակագործ է ստեղծել, դա եւս շատ հետաքրքիր է։ Ինչպես նաեւ ներկայացնում ենք Ավգուստ Հակստաուզենի լուսանկարը Անդրկովկասյան երկրամաս գրքից, որը ըստ էության միակ պահպանված նկարն է տոհմատան ամբողջությամբ։
Իսկ ժամանակը որ ցուցադրությունը միայն ծննդյան օրը կարող են տեսնել, թե որքան ժամանակ է տևել։ Ցուցադրությունը դեռ շարունակվում է, այնպես որ կարող են համենալ եւ տեսնել։ Այո, որ խոսում էինք նոր սերնդին էլ ավելի շատ ներգրավելու մասին, շատ հաճախ թանգարանները համալրվում են նոր սարքավորումներով, 3D մոդելավորման ցուցադրություն կա թանգարանում այդպիսի ցուցադրություն, որ Խաչատուր Աբովյանի ինչ-որ գործ նաև թվայինացված ձևով է ցուցադրվում։ Այս պահին դեռ ոչ, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ եւ եթե տարեվերջին ոչ, ապա հուսով ենք, որ տարեսկզբին կունենանք, որովհետեւ ծրագրերում առաջիկա կան էլ ավելի քայլել ժամանակի թելադրանքով։ Խոսում ենք համագործակցությունների մասին, թանգարանների հետ, իսկ ինչ դպրոցների եւ նաեւ բուհերի հետ եք համագործակցում, այցելություններ լինում են։ Այո, այցելություններ լինում են թե Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետից, հենց այսօր էլ իրենք հրավիրյալ են եւ ներկա են գտնվելու Մանկավարժական համալսարանից, դարձյալ բանասերները, իսկ քանի որ Աբովյանը բազմաժանր է եւ Աբովյանին ոչ միայն բանասերները, այլ նաեւ պատմաբանները, մշակութաբանները եւս կարող են ինչ-որ բան նրանից սովորել, ապա հարակից ֆակուլտետների հետ եւս կապեր ունենք։ Քոլեջների հետ ենք համագործակցում, տարածաշրջանային եւ ոչ միայն տարբեր դպրոցների հետ, այսինքն եռուզեռը եւ համագործակցությունները կրթական ոլորտում շատ ակտիվ են։ Իսկ զբոսաշրջիկներ հատկապես որ երկրներից են այցելում, որ երկրներից են ավելի հետաքրքրված հայերի պատմությամբ եւ նաեւ Խաչատուր Աբովյանի կյանքի գործունեությամբ։ Շատ տարբեր են, ասեմ, մենք մի այցելու ունենք, ով մի անգամ եկել էր թանգարան Պարսկաստանից, ազգության պարսիկ էր, շատ հետաքրքրված էր, էքսկուրսիա անցավ եւ մի քանի ամիս անց դարձյալ վերադարձավ, ասաց, որ հայերեն է սովորում, տառերը արդեն գիտի եւ թանգարանից ձեռք բերեց զատկական քարոզը Խաչատուր Աբովյանի, որովհետեւ շատ տարված էր Աբովյանով։ Այսինքն հետաքրքրությունը զբոսաշրջիկների մեջ դարձյալ կան։ Իսկ այսինքն իրենք ինչ-որ մի բան գիտեն եւ նոր բացահայտում են անում, ինչ գիտեն հիմնականում, երբ զբոսաշրջիկները գալիս են, Աբովյանին այո ճանաչում են, որ բարձրացել է Արարատը, այդ տեղեկությունը իմանալով են գալիս եւ արդեն բացահայտում Աբովյան գրողին եւ մեծությանը։ Խոսեցինք այս տարվա ծննդյան օրվա հետ կապված միջոցառումների մասին, իսկ բացի այսօրվանից այս տարի ինչ նոր միջոցառումներ են նախատեսվում իրականացվել թանգարանում։ Հենց այս շաբաթ ամսի 17-ին դարձյալ ժամը 3-ին ոչ նյութական մշակութային ժառանգության օրվա շրջանակում Կրթության, գիտության եւ սպորտի նախարարության աջակցությամբ մենք ունենք հետաքրքիր միջոցառում Արարատյան տարազախումբ Երևան Տիֆլիս խորագրով եւ ազգագրագետ Վահե Քոթանյանը ներկայացնելու է 19-րդ դարի երևանյան կնոջ եւ տղամարդու տարազներ, որոնք հատուկ կարվել են թանգարանի համար Խաչատուր Աբովյանի եւ դրանք բնօրինակ տարազներից Երևանի պատմության թանգարանի կրկնօրինակվել է Սեմա բրենդի համագործակցությամբ, այսինքն ամսի 17-ին դարձյալ բավականին մեծ հետաքրքիր միջոցառում ունենք։ Շնորհակալ եմ շատ, Մանե ջան, հետաքրքիր զրույցի համար։ Մենք ենք շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում ենք Խաչատուր Աբովյանի տուն թանգարանի ցուցադրությունների կազմակերպման եւ գիտակրթական ծրագրերի ղեկավար Մանե Աղաջանյանի հետ։ Այս պահին առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ եւ շարունակենք հաղորդումը։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք, շարունակում ենք հաղորդումը, երբ աշունը իր գեղեցիկ գույներով եւ մեղմ սառնությամբ մտնում է մեր առօրյա, այդ ժամանակ այդ զգացողությունների մեջ մենք փնտրում ենք մի բան, որը եւ կտաքացնի եւ կթարմացնի միաժամանակ, իսկ կանաչ թեյը այս ժամանակ հիանալի ընտրությունն է եւ պատահական չէ, որ կանաչ թեյը ասիական երկրները իրենց մշակույթի մի մաս են համարում։ Այս ըմպելիքը հարուստ է հակաօքսիդանտներով եւ օրգանիզմի համար անհրաժեշտ սնուցող նյութերով։ Այն ամրապնդում է օրգանիզմի պաշտպանիչ ուժերը եւ կանխում մի շարք հիվանդություններ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կանաչ թեյը ունի հատկություններ,
ազդեցություններ, որոնք նվազեցնում են քաղցկեղով հիվանդանալու ռիսկը։ Հակաօքսիդանտների շնորհիվ կանաչ թեյը օգնում է նվազեցնել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը եւ նվազեցնում է սրտի ու անոթների հիվանդության ռիսկը։ Գիտնականները ապացուցել են, որ կանաչ թեյի օգտագործումը օգնում է ազատվել ավելորդ քաշից։ Կանաչ թեյը կանխում է փորկապությունը ու պայքարում դրա դեմ, ինչպես նաև նվազեցնում է գազերի առաջացումը, որովայնի փքում ու մարսողական այլ խնդիրներ։ Կանաչ թեյի հատկությունները թույլ են տալիս վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը։ Չինական ավանդական բժշկության մեջ կանաչ թեյը օգտագործվում է նաև ատամների պաշտպանության համար։ Այն օգնում է կանխել բերանի խոռոչի բորբոքումներն ու բերանի տհաճ հոտի առաջացումը, ինչպես նաև կանխում է արթրիտը եւ ամրապնդում է արյան անոթները։ Իսկ երբ լսում ենք հունական անունը, Հունաստան անունը, անմիջապես պատկերացնում ենք կապույտ ծով, սպիտակ տներ, արև ու հանգիստ, բայց Հունաստանը միայն գեղեցիկ տեսարաններով երկիր չէ, այն երկիր է, որը ունի դարերի պատմություն, դա այն վայրն է, որտեղ առաջին ժողովրդավարությունն է ծնվել, վայր, որտեղ արատավոր պատերազմների կողքին հնչել են աշխարհի առաջին թատերական բեմադրությունները։ Իսկ այս պահին առաջարկում եմ միասին տեղափոխվենք Հունաստան եւ ծանոթանանք երկրի պատմությանը։ Հունաստանը երկիր է հարավ-արևելյան Եվրոպայում, հյուսիսից սահմանակից է Ալբանիային, Մակեդոնիային եւ Բուլղարիային, իսկ արևելքից Թուրքիային։ Հունաստանի տարածքը արևելքից ողողվում է Էգեյան ծովով, արևմուտքից Հոնիական ծովով, իսկ հարավից Միջերկրական ծովով։ Հունաստանը ջրափնյա գծի երկարությամբ 11-րդն է աշխարհում։ Երկիրը հարյուրավոր կղզիներ ունի, որոնցից առավել հայտնին են Կրետեն, Կիկալդեսը եւ Հոնիական կղզիները։ Հունաստանի 80%-ը լեռներ են, որոնցից ամենաբարձրը Օլիմպոսն է, 2917 մետր բարձրությամբ։ Ժամանակակից Հունաստանը իր արմատներով սկիզբ է առնում հին Հունաստանի քաղաքակրթությունից, որն ընդհանուր առմամբ համարվում է արևմտյան քաղաքակրթության օրանը։ Այն ժողովրդավարության, արևմտյան փիլիսոփայության, օլիմպիական խաղերի, արևմտյան գրականության, պատմագրության, քաղաքագիտության, հիմնական գիտական եւ մաթեմատիկական սկզբունքների եւ արևմտյան դրամայի ներառյալ ողբերգության եւ կատակերգության ծննդավայրն է։ Ժամանակակից Հունաստանը հիմնադրվել է 1830 թվականին հունական անկախության պատերազմից հետո։ 1981 թվականից Հունաստանը Եվրամիության անդամ է։ Հունաստանը զարգացած երկիր է, բարձր շահութաբեր տնտեսությամբ, բարձր կենսամակարդակով։ Հույները իրենց երկիրը անվանում են Հելլաս, որը նշանակում է հելենների երկիր։ Ըստ հունական առասպելների այն ծագում է հույների առասպելական նախահոր Հելենոսի անունից։ Հռոմեացիները հին հույներին անվանել են գրեկներ։ Սկզբում այս անվանումը միայն վերաբերվում էր հարավային Իտալիայի հույն գաղութաբնակներին, սակայն հետագայում լայն տարածում գտավ եվրոպական ժողովուրդների մոտ։ Հունական լանդշաֆտը ժայռոտ, հաճախ ողորկ լեռների, խիտ բնակեցված հովիտների, բազմաթիվ կղզիների, նեղուցների եւ ծոցերի հաջորդականությունն է։ Լայն տարածում ունեն կիրերը, հատկապես երկրի արևմտյան մասում։ Սա բերվել է կարստային ձագարների եւ քարանձավների առաջացմանը։ Երկրում կա ավելի քան 20 լիճ, ամենախոշորները եւ խորերը ունեն տեկտոնական ծագում։ Հունաստանը ունի օգտակար հանածոների զգալի պաշարներ, առավել լայնորեն տարածված եւ մշակում են լիգնիտի հանքերը կամ թույլ ածխացած կարմիրածուխը։ Այն հանդիսանում է Հունաստանի հիմնական ջերմային պաշարը։ 20-րդ դարի վերջում Էգեյան ծովում հայտնաբերվեցին նավթի եւ գազի փոքր հանքավայրեր։ Այս պահին կատարվում է դրանց մշակումը։ Հունաստանը համեմատաբար հարուստ է հանքաքարային օգտակար հանածոներով։ Դրանք են երկաթի, մանգանի, նիկելի, քրոմի, պղնձի եւ պոլիմետաղական հանքաքարերը։ Հունաստանի տարածքում պահպանվել են ոչ այնքան շատ վայրի կենդանիների տեսակներ։ Սա պայմանավորված է մարդու ազդեցությամբ, ով ակտիվորեն վերացրել է տեղի բույսերը եւ կենդանիները ազատագրական պատերազմից հետո։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ձեզ մաղթում եմ հաճելի աշխատանքային օր, բարի գործերով հագեցած լի օր, իսկ մենք արդեն կհանդիպենք վաղը։